Բաշինյան, Հայաստանում այս օրերին որը քննարկում է Բաքվում ընթացող դատավարության Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության հարցը տարբեր կարծիքներ կան, սակայն արդեն հրահոսում տեղեկություններ կան, որ ցուցմունքներ են կորզված նրանցից ի վնաս ի դեմ Հայաստանի, ձեր մեկնաբանությունը կանխատեսելի էր, որ նման ցուցմունքներ կորզեին նրանցից եւ ընդհանրապես այդ դատավարությունը եւ դրանց նկատմամբ վերաբերվում ինչպես է։ Նախ ես ուզում եմ կարծիքս ասելուց առաջ հաստատենք մենակ ռազմաքաղաքական ղեկավարության մասին է խոսքը, թե նաեւ մեր գերինկած տղաների մասին է խոսքը։ Չէ, այնտեղ կան 8 հոգուց ավելին։ Իսկ ինչու ձևակերպումը խեղաթյուրված է ռազմաքաղաքական ղեկավարությունը, որոնք ըստ երթումի ուստավի ռուսերեն ասեմ, պարտավոր էին ինքնասպան լինել հանձնվելուց առաջ։ Օրինակ պաշտպանության նախարար պարտավոր էր։ Ինքը չէ, գաղտնիքի կրող է, պետական գաղտնիքի։ Երկրորդը դրանցից ինչու է առանձնացվել Ռուբեն Վարդանյան, ինչու է առանձնացվել։ Ես չեմ ասում Ադրբեջանն ինչու է առանձնացրել, որովհետև իրենք են արել։ Ակնհայտ է, որ շինծու գործ է։ Այստեղ տարօրինակը այսպես բանից ասեմ, լրատվական որոշակի մոսկովյան ուղղորդվածության լրատվության մեջ է այդ աղմուկ աղաղակը, նորմալ բանով է խոսում, Ռուբեն Վարդանյան, ինձ համար անձամբ, քաղաքացի որպես մեր գերի տղաները հազար արժեն իրենից, կոնկրետ, որովհետև դրանք փորձում են պարզել այս հարցը, թե Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության հետ ինչ կապ ունի, ընդհանրապես Ռուսաստանի քաղաքացի է։ Հիմա վաղուց Զանզիբարից մի հատ Ադամի գողությունով զբաղվող, Ադամանդի գողությունով զբաղվողը կա, եւ մենք ընկնենք կրակը, հիմա պետք է պայքարենք նրան բերենք դուրս։ Անհայտ է, այսինքն։ Հարցը այսպես է, ինչպես է ինքը ընկել Արցախ, Ստեփանակերտ, երկրորդը, ով նշանակեց իրեն պետնախարար, վարչապետն է, պետնախարարը։ Եվ ամեն փողոցից հայտնվածի նշանակում են վարչապետ։ Հա, հարցը չէ, թե չկա այդ հարցը։ Եվ երրորդը կա։ Ինքը ինչու չի դիմում իր հովանավորին, գործընկերոջը, որ Կրեմլում է նստած։ Ինչու չի դիմում։ Ինչու հանձնեցին իրեն։ Եվ վերջին հաշվով կա նաև հետևյալը։ Ապրելու երկիր լիրիկական զեղումնային այսպիսի մի կուսակցություն կա։ Տեսնում եք, շփվում ենք, տարիներով մենք կուսակցության վրա ինչքան ջանք ենք թափում, աշխատում ենք եւ այլն։ Այդ երկու օրում այդ կուսակցությունը ոնց ստեղծեցին, ոնց համայնքապետեր դառան, ավականի դառան։ Նախկին մեթոդներով, հանրապետական կուսակցության մեթոդներով։ Եվ այսպես, հետո նայեք, չեմ ուզում բացահայտել, բայց շարք եմ ասելու։ Այս երկրում ուրեմն ածականներով մարդիկ քիչ են, ածականներով, չէ՞, մենք ԽՍՀՄ-ի շրջանից այն ժամանակ ածականով մարդիկ տեղ չունեին, էլի, այն ծակ կոշիկ էին ասում, սուր քթով կոշիկներ, ինչ-որ գույնզգուն վերնաշապիկներ, հնդկահավի սև վերնաշապիկ, սրանք այդ ուրեմն ածականով մարդիկ Երևանի դալաններ, որ ասում են, դալաններից դուրս չէին գալիս, հետո լծվեցին խորհրդարան, հետո նաև ստեղծվեցին կուսակցություններ, Բարգավաճ երկիր, հա, այդպես էր, հզոր հայրենիք, շարունակեմ, օրինաց երկիր, կուսակցությունները գաղափարական, քաղաքական ուղղվածություն են ունենում, ըստ այդմ նրանք իրականում անվանակոչվում են սոցիալ-դեմոկրատիա, քրիստոնեական ժողովրդավարություն, տեսեք, ուրեմն, եւ այսպես շարքը կար հանրապետական կուսակցություն, դեմոկրատական կուսակցություն, ինչ է շանակում ապրելու երկիր, ապրելու երկիրը իրեն բախտ վիճակվեց իր ապրելու երկիրը գտել է, որտեղ Պուտին ուղարկել է, կամ Պուտինից փախել է, կամ ուղարկել է, ուրիշ բան չկա, որովհետեւ այսինքն ոնց մեկը կարող է գնալ, հələ հիմա
Ենթադրենք Արցախը տեղն է, ենթադրենք։ Այսօր գնացեք վաղը պետնախարար չէ, պետնախարարությունում բաժնի վարիչ տարեք, տեսնենք կարող եք։ Հետո նշանակեց, ինչի նշանակեց, սա ընդհանրապես ռետորական հարց է, եւ այստեղ պետության շահերը, համազգային շահերը շարժման պետք չի ենթարկել, որովհետեւ ուրեմն մնացածը տեսնում եք ինչի է վերածվել Ադրբեջանի կողմից, հսկայական ճնշում հայ ժողովրդին նսեմացնելու աշխարհով մեկ եւ Հայաստանում նորից անկայունություն առաջացնելու համար։ Ամփոփում եմ ասելիքս, Պուտինը իրենց հանձնել է Եվլախից Բաքու, Պուտինը թող վերցնի հետ բերի, նա հանձնել է, որ ճնշումների այս մեթոդը գիրառի։ Իրենք իսկ ընդհանրապես եթե ռազմաքաղաքական ձեր ասած ղեկավարությունն է, ինչ պետք է անեն, ինչպես Հիտլերի գեներալներն ու նախարարներն արեցին, մեկը կախվեց, մյուսը ցիանիտով կծեց, տեղում մահացավ։ Այսպես է, թշնամուն չեն ազնվում, իրենք չգիտեին Բաքվի բանդերում ինչ բարկեր են, որ մի հայը չգիտի, թե բանդերում ինչ է լինում, մասնավորած Բաքվի բանդերում ինչ է լինում, իրենք ոնց հանձնվեցին, իսկ այդ ռազմաքաղաքականի մեջ երկու գեներալ կա, չէ ոնց որ թե, ռազմաքաղաքական, պատկերացնում ինչ է, այդ ռազմաքաղաքականի ուրեմն գեներալիտետը գիտի եւ ամեն մի զինվորին սովորեցրել է, որ վերջին նռնակը կպահես քեզ համար։ Իրենք պահել են, իրենք պետական գաղտնիքի կրողներ են։ Են էլ մի ժողովրդի պետականություն ցեղասպանությունից այս տառապանքներից հետո հասել էստեղ։ Այնպես որ կարծում եմ, որ ես կարող եմ ենթադրել, իհարկե սա KGB-ի օպերացիա է, Մոսկվայից կազմակերպված Հայաստանի դեմ։ Իրենք որ հայ են, պետք անել հասկանալի ինչ հայ են։ Վիտալի Բալասանյանն ասում էր անկախ ենք, վերջացավ, մեզ հետ գործ չունենք։ Հիմա մենք մեզ հետ գործ չունեն, մեզից ինչ են ուզում։ Ինչ են ուզում։ Հայաստանն ամբողջ ռեսուրս է ծանրագույն վիճակում, հա, պետք է տրամադրի ինչին։ Եվ տարօրինակ է, ուրեմն այստեղ պարզ է, ինձ համար պարզ է, որովհետև ով սրով կգա Հայաստանի վրա, սրով պիտի լինի, եթե նույնիսկ հայ է, կարող է 4 հայ հորից է ծնվել, մայրը մի հատ է, 4 հատ էլ հայր ունի, սրով պիտի լինի, վերջացավ։ Հիմա քաղաքացի են, քաղաքացի չեն, Հայաստանի ազգաբնակչության հաջան մի զգալի մասը 15 անձնակիր ունի, արիմացի ում շպիոնն է, ով է ինչ է, ընդ որում սրանք պետք է կարգավորվեն։ Այնպես որ կարծում եմ սա ավելորդ Հայաստանի Հանրապետության վրա ճնշում գործադրելու քաղաքական, իրականում ռազմաքաղաքական ղեկավարությանը պրեսինգի տակ պահելու համար է Հայաստանը արտաքին կառավարման ենթարկելու համար մեկ եւ երկրորդը սա Մոսկվայի ծրագրի Ալիևի մշակած բան է։ Հայ ժողովրդին աշխարհում եք նսեմացնել, անընդհատ ոչ թե հերոսականություն ցույց տալ, ոչ թե ազատագրում ցույց տալ, այլ Բաքվի բանդերում ինչ-որ մարդիկ։ Հիմա երկրորդ մասը կա։ Այդ կամպանիան պիտի կազմակերպել տղաների հետ բերման համար, որոնք ռազմագերիներ են։ Հա, այս օլիգարխիան պիտի ասել, լսեք, փողերը ծախսեք, իրենց կյանքը լուսաբանեք, կամ էլ ընտանիքներին օգնեք։ Այսքան փող եք ծախսում դրանց բաների վրա, այնպես որ կարծում եմ, որ սա աղմուկ է ավելորդ եւ Հայաստանը դեստաբիլիզացնելու գործոններից մեկն է։ Եվ ընդհանրապես պիտի դրա պաշտպանները հայտարարեն, բացատրեն, թե ով գործուղեց իրեն Ստեփանակերտ, դա իշքան գիտեմ Արցախահայեր չի, ինչ կապ ուներ Ղարաբաղի հետ, ինչ կապ է ունեցել, եւ ինչու ուրեմն պետնախարար մի երկու օր էլ կառավարում էր, չէ, կառավարման օրերին Հայաստանի Հանրապետության իշխանությունների հասցեին ամբաղ-զամբաղ դուրս էր տալիս, այդպես է թե չէ, կա նաեւ տեսակրություն հայ աղջիկների մասին ինչեր է ասում, տեսել եք, հա, դե դա տարածեն թող, եթե հայ աղջիկների մասին է, թող կնոջ մասին խոսեր նույն բաները, ուզում եմ ասել, մենք քանի որ զգացմունքային ժողովուրդ ենք, դժբախտությունն է, որ մեր այդպիսի բնավորության հատկանիշ օգտագործվում է մեր դեմ։ Եվ հիմա գիտեք, հայ է հետո ինչ, հայ է ինչ,
Միկոյան Անաստաս գետինը պետք է մտներ հայ է, Հայաստան օկուպացնել տվեց ռուսներին։ Իրենք արեցին։ Աղասի Խանջյան Հայաստանի Հանրապետության առաջին հանրապետության բանակի ձիերի մկաններն էր կտրում, որ թուրքերը հաղթեն։ Հիմա հայ է, հիմա կամպանիա տարեք նրա հիշատակը բան արեք։ Վերահաստատեք։ Այստեղ իմ շալոս նյութեր կամ մոտը, սովոր հանգարց ամբաղ-զամբաղ խոսի աշն եմ մտցնելու։ Ով է Աղասի Խանջյան եւ ինչ արեն։ Սրանք բոլորը նույն ինչ են ասում, նույն սանրի տարբեր կտավներն են։ Վերջացավ Հայաստանն ունի պետական շահ, Հայաստանի Հանրապետությունն ունի քաղաքացիներ եւ այլն եւ այլն եւ այլն եւ հայ լինել իհարկե շատ ողջունելի է, բայց բավարար չի։ Բավարար չի եւ չի կարող լինել։ Հիմա այս մասը կարծում եմ դա պետք է փակվի, առաջարկցե որ այս օլիգարխիան իր այս բայրակթարներն ուղղի մեր զինվորների կյանքի պաշտպանության եւ այլնի վրա եւ իշխանություններն էլ իր փաստաբանական եւ այլ ծառայություններ օգտագործի ոչ թե դրանց, որովհետեւ եթե նրանք կամ ռազմադաշտային դատարան մտնեն, կատակ է կանում բանով Բիրիկով նախագահ ուներ Արցախը, Բիրիկով գնացել են Բաքու։ Եվ պարզվում է բոլոր էստե սեփականություն ունեն։ Այդ նշանակում է սրանք վաղուց մտածել են ընդեղից որ վիճակրինի փախնեն, ոչ միայն ունեցվածք ունենան։ Այդ ծևեն հայրենիքը պաշտպանում։ Եվ մեր ժողովրդի համար ասեմ հետևյալը, որ դուք քանի օրը կարծում եմ երևի ազգովի մենք տեսանք, թե Զելենսկու գլխին ինչ-որ խաղացին սպետակ տանը, ինչ արեցին։ Տեսակ զգացմունքային մարդուն ինչպես դրեցին անգյուն վարկյանի մեջ, չէ՞։ Որպեսզի սխալ դուրս չգան, հիմա էլ այստեղ Ուկրաինա մոլներ կլինեն։ Այս մոլերը ուրեմն խաղամոլներ, ուկրաինամոլներ, ռուսամոլներ եւ այլն, այսպես թկամոլներ, ուրեմն չեն թողում հանգիստ վիճակ լինի հասկացվի։ Տեսեք ինչ կատարվեց, ուրեմն դե մենք տեսանք Մակրոնին, չէ՞։ Մենք տեսանք ուրեմն Անգլիայի վարչապետին, տեսանք Միացյալ Նահանգների նախագահին եւ նրանք որ նույն հարցով էին, նույն ինչպեսի մթնոլորտում ինչպես կարողացան հարցեր քննարկել եւ կապերը որ հիմա շարունակում է պահել եւ այլն։ Զելենսկուն 3 վայրկյանում շարքից հանեցին, ինչու՞։ Դա զգացմունքային է։ Ես այդ ժամանակ հիշեցի շատ բաներ մեր պատմությունից։ Տեսա թե մեր գլխին ինչպես են այդպես զգացմունք օգտագործել մեր դեմ։ Հիմա զգացմունք օգտագործում են հայ ժողովրդի։ Զգացմունք օգտագործում են իր եւ իր պետական շահի դեմ եւ իր անվտանգության դեմ։ Ամփոփիչ ասեմ, ես բոլորին Շոյգուն եւ Պուտինը հանձնել են, թող նրանք էլ գնան բերեն։ Եվ վերջ։ Պաշինյան, մեզանից դուրս ասեմ ինչու, մի բան էլ ասեմ։ Տեսեք այնտեղ ինչ որ լրատվություն տալիս է։ Ամեն ինչ խոսում են։ Տարիներ շարունակ մենք ձեզ հետ, դուք մեզ հետ եւ այլն խոսել ենք ժողովրդների ինքնորոշման իրավունքի մասին։ Հայվան հոճեք այնտեղ ասեք ոչ թե Հայաստաններ, այլ ինքնորոշվում էինք։ Ինքնորոշվող ժողովրդին ցանկացածը օգնելու իրավունք ունի։ Ինչու չեք խոսում։ Թե դուք գիտեք կաշիները պետք է փրկեք, եթե Հայաստանը բոլշևիկի նման փուրը տակ էսպես։ Իշխանությունը տապալեք, հա, որ Պուտինը գոհ մնա։ Ալիևը գոհ մնա, դուք էլ ինչ, ձեր կյանքը մեկը վերջացած վրծած է, այսպեսի մի բան կասեմ ձեզ, ֆրանսիական ռացիոնալիզմի խոշոր դեմք կա, Ռենե Դեկարտը, կարծում եմ շատերը ուրեմն գիտեն, նա ինչ է ասում, մի սկզբունք ունի մտածողության, փիլիսոփայությունից, տրամաբանություն է, շատ հետաքրքիր, ասում է, եթե մտածում եմ, ուրեմն գոյություն ունեմ։ Հիմա հարցը երկրորդ մասն է, ձևակերպում եմ, մտածում եմ, ուրեմն գոյություն ունեմ։ Ասում իսկ եթե չեմ մտածում, ասում եմ ապրում եմ, բայց գոյություն չունեմ։ Կա նաև վերջի հարցը։ Հետաքրքիրն է, որ Ազատություն ռադիոկայանը վերածվել է սրած փաստաբանական գրասենյակի։ Այսպես եւ վերջը։ Կարծում եմ, այստեղ ամեն ինչ ճիշտ է։ Եվ Հայաստանը պետք է զբաղվի այս ծանրագույն վիճակում։ Մեր ժողովրդի համար եմ ասում։ Խառնակ
անհասկանալի խոշոր գերտերությունների բախումների միջավայր է, աչքի առաջ երևում է։ Մտածեք ինչպես կայուն եւ ուժեղ պահեք ձեր պետականությունը, ձեր իշխանությունը, որ այս անգամ էլ չցեղասպանվենք, էլի, չլինի։ Ինչ գործողություններով դուրս գանք այս համաշխարհային ցնցումներից։ Նորմալ է։ Բալանսի քաղաքականություն վարելով, հավասարակշռության քաղաքականություն վարելով, հավասարակշռություն ուժերի միջև հարաբերակցության 5-6 ուժի, դրանց միջի շահերը հասկանալ, ինչը համադրելի է մեզ հետ համադրել, ինչը վտանգավոր է զերծ մնալ։ Այդ այն է, ինչ որ ասում են կոնֆլիկտը կառավարել կամ ռիսկերը կառավարել, բայց դրական միտումով, որ մենք պիտի շահենք անպայման։ Պարտադիր չի հայությունը անընդհատ կորցնի։ Սա մտածողություն է դարել, տեսակ է։ Ուրեմն եւ շարունակել այդ համադրման, որ զուգորդման քաղաքականություն է կոչվում, շարունակել դա հիշելով անընդհատ հիշելով, որ մեր իրական դաշնակից, եթե դաշնակից բառն ենք օգտագործում, եթե դա ամբողջովին լրանում է, մի քիչ վերապահումներ կան, մեր դաշնակիցը Ֆրանսիան է, մեր դաշնակիցը Հնդկաստանն է, ովքեր բանակ են վերազինում, մեր դաշնակիցը Միացյալ Նահանգներն է, հանրապետական կուսակցությունը, որը աշխարհում է ամեն օր հայտարարում է մի ամսվա մեջ, որ քրիստոնյա պետությունների ժողովուրդների եւ քրիստոնյա ուրեմն փոքրամասնությունների շահերի պաշտպանություն իրենց ադմինիստրացիայի ուրեմն խնդիրն է եւ չմտնել փեթակի բնի մեջ, չմտնել Այս մեդիան դեմոկրատներ տեսնում եք, դեմոկրատիա բան, այս հանրապետականներում դրանք հաշիվ չեն, բայց քրիստոնեության պաշտպանություն շահ է եւ անընդհատ այն պատկերը ներկայացնել, որ մենք ենք առաջինը աշխարհում, որ քրիստոնեությունը պետական կրոն են կրճակել, մի պատվիրակություն կոնգրեսից հրավիրել, բերել խորվիրավ, բերել, ցույց տալ Այս բոլորը պիտի արվի, այսպես կարելի եւ չդառնա Ռուսաստանի մատի խաղալիքը, չշարունակել մնալ։ Իսկ այս օլիգարխան պիտի զսպվի։ Բայց հիշելով մի բան, այս վերջին իմաստով, մեր դաշնակիցը մենք ենք եւ մեր բանակը։ Ուրիշ դաշնակից չունենք։ Ինչպես որ աշխարհի ոչ մի ժողովուրդ խորքի մեջ ոչ մի դաշնակից չունի։ Ամերիկայից լավ դաշնակից Գերմանիային Նա է փրկել, չէ Գերմանիան, Ֆրանսիային նա է փրկել, չէ Անգլիան քուրու եղբայր են Անգլիա-Ամերիկան։ Տեսնում եք, բանը Թրամփը ինչ վիճակի մեջ է դրել իր դաշնակիցներից, թողել գնում է Եվրոպայից կամ ձև է անում, սրանք որպի նման կախվել են փեշերից, ասում են մի գնա։ Փաս դաշնակից չկա այդ իմաստով, ուրեմն մեր դաշնակիցը մենք ենք, մեր պետականությունը, մեր պետականասեր հատվածը մեր ժողովրդի եւ իհարկե առաջին հերթին մեր բանակը, որ պետք է անընդհատ վերակազմակերպվի եւ գիտատեխնոլոգիական առաջընթացը, որ թափած է աշխարհում։ Մնացածը կտեսնենք, հիմա Թրամփն էլ չգիտի ինչ է, Պուտինը գիտի իր գլխին ինչ է գալու։ Երկիր առնակամ եղել պրծել է, այդ շտաբում է, էլի։ Թրամփի միջոցով ուզում է փոխվի։ Նույնպես որ մնացածը դժվար հարց է բոլորի համար, մեր համար չէ։ Եվ խելքով ճանաչել սեփական շահը եւ առաջնորդվել սեփական պետական շահով։ Ինչ էր ասում, այստեղ էլ մենք նախատեպ ունենք։ Մեսրոպ Մաշտոցն ինչ էր, ճանաչիր իմաստություն եւ խրատ, զբան Սանջարո, չէ։ Ճանաչիր հանճարների միտքը, խելքը, շնորհքը, ճանաչեք ձեզ, որովհետև սկզբից բանն է եղել, Աստվածաշունչն ասում է, չէ, թարգմանած է, սկզբից ուղեղն է։ Մնացածը զգացմունքները պահեք, մի օր այդ կելնեք կդիմավորեք սրանց, եթե իհարկե կան։ Իհարկե նրանց եթե բերեն, նրանք պիտի ռազմադաշտային դատարանում պատասխան տան պետական Արցախը հանձնելու պատասխանատվության համար, լուծարելու համար եւ Նաև գաղտնիքները դուրս ասելու համար, որոնք նաև ես վստահ եմ շինծու են։ Իրենց որտեղ դա ոչ մեկը չի կարող ապացուցել։ Արայք Հարությունյանը ինչպիսի գող եղել է Արցախում, այդպիսի գողի հոգեբանությամբ էլ գաղտնիքները ասում։ Մոսկվայից այդ որ Քոսոտ ասում են, այդ Արցախի նախագահ այդ լիազորություններ իբրև թե չուներ։
որ դու հրամաններ չես տվել, բայց չի ձեզ կոտորում, որ պրեզիդենտ լինեք Արցախում։ Հա? Չասում են լիազորություն չեն ունեցել։ Հայաստանից բանակ է կառավարվել, Հայաստանից կաշիներն են փրկում։ Չէ, եթե դուք այդ բանակի գեներալներն էիք, եթե այդպես է, բայց ինչ եք ձեզ կոտորել, որ այդ պաշտոններ ստանաք եւ պարոն նախագահ էիք։ Պարոն նախագահներ, գեներալներ, ուր Արցախը եւ ուր Արցախայությունը։